Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Հայաստանյա ցարակելական մեր Սուրբ Եկեղեցու հայրաբետներու դնորությունությամբ դաղավար յուրաքանչյուր դոնի հաջորդ օրը հիշադակ մերելոց է։ Երեք մենք դոնախմբեցինք 4-րդ դաղավարած դոնը Աստվածամոր երկինք վերապոխման դոնը։ Հետևաբար այսօր գհիշադակենք մեր ննչեցյալները, խնդրելով նաև Մայրիկ Աստվածածնեն, որ իր որդվույն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի դիմաց հիշե մեր ննչեցյալները, որ դերը ոչ թե իր արդարությամբ թադե իր երկրորդ կալուստին, այլ զանոնք իր կտության արժանացնե, իր ողորմության արժանացնե եւ անոնց դիմաց բանա հավիտենական կյանքի դերները։ Ամեն մերելոց հիշադակման օրը սիրելներ հաջող արիտ կստեղծեմ ցեզի խոսելու ննչեցյալներու մասին, հոգիամ մահության մասին, այս կյանքեն վերջ եւ որ բաժնվինք ինչ պիտի լա հոգիներուն հետ այդ մասին, այսօր պիտի ուզեմ ցեզի ընթերցել Սուրբ Մագար մեծի այս Եգիպտացի մեծ ջկնավորին շատ հագիրճ խոսքը մահեն յետ հոգին վիճակին մասին։ Գսե մեծն Մագար այն զույգ վիճակները, որոնց հոգիները գենթարգվին այս կյանքեն թեպի անտենական փոխադրվելու ադեն։ Առաջին պիտի խոսի ինչ պիտի լա ինչ գլա ամփարիշներու անօրեններու մեղավորներու հոգիներուն հետ երբ որ մահանան ուր գերտահոգին եւ ինչ կլա հավատացյալներու հոգիներուն հետ մահվան պատճառով երբ մարդուն հոգին դուրս կուքա մարմինեն այդ պահուն մեծ խորհուրդ մը կգադարվի այն մարդը որ մեղքի ու հանցանքի դակ ջնշված կփոխադրվի այդ պահուն այս մարդուն կհայտնվին սատանաները անգյալ հրեշտակներու խումբերն ու խավարի զորությունները որոնք կքերևարեն հոգին ու զայն թեպի իրենց փնագադեղին կտանին ովևէ մեկը թող չզարմանա այս ճշմարտության դիմաց որովհետև մարդը իր երկրավոր կյանքի ընթացքին եթե ենթագա ըստրուկ եւ հնազանդ եղած էր խավարի ուժերուն հաբա որքան եւ ավելի անոնց ըստրուկը պիտի լա անոնց թակավորության մեջ երբ այս աշխարհը ցկելով թեպի անտենական անցնի եւ այս մասին սիրելիներ մենք կգարտանք իսկապես Հիսուսի պատմած Աղքատ Ղազարոսի դրվագին մեջ կգարտանք թե ինչպես երբ Աղքատ Ղազարոսը մահացավ հրեշտակներ եկան անոր հոգին դարին իսկ մեծահարուստ անկուտ մարդը որ չողորմեցավ Աղքատ Ղազարոսին երկրի վրա երբ մահացավ լուր կգենա Հիսուս չսեր որ հրեշտակները անոր հոգիներ եկան դարին հոգին եկան դարին որտեվ գենթատրենք համոզվածորեն որ չար հոգիներ անոր հոգիներ դարին եւ ինչպես ահավասիկ մեծն Մագարգս է երկրորդ այս իմաստով գրնաս հասկանալ նաեւ թե ինչ կբադահի բոլոր անոնց որոնք մյուս կողմն են այսինքն արդարության եւ ուրախության կողմը երբ սուրբ ծառաները այսին հավատացյալ մարդիկը իրենց երկրավոր կյանքի ընթացքին հրեշտակներու հարադեպ հսկողության տակ կլան ինչպես նաեւ սուրբ հոգիներով շրջապատված ու բարսպված կլան երբ անոնց հոգիները իրենց մարմիններեն կանչատվին անջամ լուսավոր հրեշտակներու խումբերը կալով գտիմավորեն զիրենք եւ իրենց հետ թեպի իրենց բնակարանը հավիտենական մաքուր աշխարհը կտանին զանոնք ահա այդ ցևով զանոնք առաստված կփարսացնեն որոնք վայել է փառքը բադին ու զորությունը հավիտյանե մինչև հավիտյան ամեն ահա այս կան գարչ քարոզ սակայն որքան խորունկ խորուրդ եղբայրներ եւ քույրեր մեր կյանքի ավարտին գիտենք որ ամեն քսալ օրմը երբ որ դերը մեզ գանչե պիտի լքենք այս մարմինը պիտի լքենք այս աշխարհը եւ պիտի մեկնենք ովքեր գուզենք մեր հոգիները դանին
Ովքեր գուզենք, որ մեր մահվան սնարին շուրջ հավաքվին, Աստուծո հրեշտակները, թե չար ոգիները։ Եթե գուզենք Աստուծո հրեշտակները մեր հոգին թիմավորեն եւ դանին, ապա սիրելիներ, փոխենք մեր կյանքը։ Սրբությամբ սկսենք ապրել, առաքինությամբ զարդարվենք։ Աստվածամայրը ունենանք մեր կյանքի օրինակ, սուրբեր ունենանք մեզի օրինակներ, անոնց կյանքի օրինակները իսկապես որ խթանիչ են մեզի, որ մենք ալ իրենց կյանքի օրինակով ընտանանք։ Իսկ եթե այս բոլորը ագանչի եդեմն edենք եւ լուրջի չառնենք, ապա սիրելներ, ուզենք կամ չուզենք, մեր մահվան ժամանակ, երբ հոգին անչադվի մարմինեն, բաժնվի մարմինեն, այդ ժամանակ չար ոգիները պիտի թիմավորեն մեր հոգին ու պիտի դանեն իրենց թակավորության տակ։ Եվ այնտեղ ահավոր չարչարանք պիտի լա։ Հիսուս ինքը ասավ, որ ով որ մեղքը գործե, մեղքին ըստրուկ կդառնա, մեղքին ծառա կդառնա։ Եվ միայն Հիսուս կրնա մեզ մեղքեն ազատել։ Հետևաբար եկեք այսօր սիրելիներ, ննչեցյալները հիշած ժամանակ նաև հիշենք, որ օրը մենք ալ պիտի ննչենք։ Ուր պիտի երթա մեր հոգին եւ ովքեր պիտի դանեն մեր հոգին։ Եկեք սիրելիներ, աղոթք բարձրացնենք ննչեցյալներու հոգիներուն համար, ինչպես ասի խնդրենք Աստծո որ իր ողորմության արժանացնե, խունգ եւ աղոթք անոնց հիշադակին, բայց նաև արթնություն, սկաստություն մեզ յուրաքանչյուրին, որ մենք ալ արթնանք մեր հոգևոր տմբիրեն, զղջանք մեր մեղքերը, խոստովանենք եւ ապրենք առաքինի կյանքով, որպես նաև հավիտենական կյանքին արժանի ելանք։ Աստված թող օրհնի հիշադակը բոլոր ննչեցյալներուն, բոլոր նահատակներուն, որոնք հայրենիքի համար, հավատքի համար նահատակվեցան եւ մեր հայությունը պահպանեցին ու հավատքը Աստված երկնքի արքայության արժանացնե բոլորի հոգիներուն եւ օրը սիրելներ երկնքի մեջ ամենքս միասին Սուրբ Երրորդությունը բարավորենք։ Իսկ մխիթարություն բոլոր ընտանիքներուն եւ բոլոր հարազատներուն։ Աստված ցեզ արադավես թողորտնե հիշադակն արդարոց օրհնությամբ եղեցի եւ դուք ալ օրհնյալ մնացեք։